որովհետև այսօր արդեն քանի օր է, որ հացադուլ է կամ ամսի 21-ից, չէ։ Այսօր 15-րդ օրն է, ես գանգատներ չունեմ, ինձ նորմալ եմ չունեմ։ Բնականաբար սովորական վիճակից ավելի թույլ է։ Պես ակտիվ չեմ կարող լինել, ինչպես որ սովորական կյանքում, դա բնական է, այդքան ժամանակ հացադուլի է։ Շտապ օգնությունից այցելել են, ինչ են ասել, ձեր ճնշումը առողջական վիճակը նորմալ է։ Շտապ օգնությունը այցելում է օրը 2 անգամ, առավոտյան և երեկոյան։ Իմ ճնշումը վերջի օրերս կայունացել է 110-70 գրամ ընդհանրապես։ Հարցնում են գանգատներ ունեմ, թե չէ, համապատասխանաբար գնում եմ։ Այսօր բացի քաղաքացիներից եւ լրագրողներից ուրիշ ինչ այցելումներ եք ունեցել, քանի որ ԱԺ քառորդյա հնարավոր է պատգամավորներ են այցելել կամ այլ պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ։ Դժվարանում եմ պատասխանել այդ հարցին, որտեղ որով ընթացքում շատ մարդիկ են գալի։ Պետրոս Մակյանն է այսօր այցելել։ Ես շատ զգացված եմ ժամանակ մոտենամ։ Ստեփան Սաֆարյանն էր եկել, Հովսեփ Խուշուձյանն էր եկել Ժառանգության ուսումնասիրությունից, Համայակ Հովհաննիսյանն էր եկել, քաղաքագետների ասոցիացիայի նախագահ։ Պարոն Ղուկասյան, ձեր քայլը զարմանք է պատճառում, դուք կբացահայտեք գաղտնիքը կամ կասեք, թե ինչպես է ձեզ հաջողվում ուղիղ 15 օր ցրտի պայմաններում առանց հացի ապրել այստեղ, չգիտեմ, ո՞նց է ձեզ հաջողվում։ Կամք և կարգապահություն։ Գաղտնիքը դրանն է։ Դեռևս Ես սահմանել եմ որոշակի կարգ իմ վարքագծի և հետևում եմ դրան, ամեն կերպ պահպանում եմ ջերմությունը և ունեմ խորին համոզմունք, որ այն պահանջը, որը առաջ եմ քաշել, ճիշտ է, ուստի և ինձ դա տալիս է հոգեբանական ուժ հաղթահարել սովը և այս պայմանները։ Բացի դրանից վստահ եմ, որ երբեք իմ կյանքում չեմ փոշմանի այս օրերի համար, իսկ ճիշտը նա է, ինչի համար հետո դու չես փոշմանում։ Վաղը պարոն Հայրիկյանը կասի դիմում է սահմանադրական դատարան, թե ոչ 15 օրով հետաձգելու կամ գուցե նոր ընտրություն նշանակելու, թե 14 օրով, այո, կներեք։ Պարոն Հայրիկյանի այդ հայտարարությունը ո՞նց կարող է ազդել հացադուլ անել չանելու ձեր որոշման վրա, թե դուք պատրաստական եք եւ Ես ի սկզբանե, երբ որ որոշում եմ ընդունում հացադուլ հայտարարելու, ենթադրում էի, որ հացադուլի ամենաերկար հնարավոր ժամկետը կարող է լինել 6 շաբաթ, քանի որ օրենքը ենթադրում է, որ կարող են լինել հանգամանքներ, երբ հետաձգվում է քվեարկության օրը 2 շաբաթով։ Հոգեբանորեն ես 6 շաբաթ հացադուլի ի սկզբանե պատրաստ եմ։ Ինձ համար դա խոչընդոտ չի, եթե պարոն Հայրիկյանը որոշում ընդունի դիմել սահմանադրական դատարան քվեարկության օրը 2 շաբաթով հետաձգելու խնդրանքով, պահանջով, ես դա չեմ համարում հացադուլը դադարեցնելու համար պատճառ։ Հացադուլը շարունակելու եմ ընտրությունների ավարտին։ Եվս 4 շաբաթ դեռ այստեղ եք, եթե ընտրություններ հետաձգվեն կամ չգիտեմ, եթե Այսօր ես պարոն Հայրիկյանին հարցրեցի ձեր կոչի հետ կապված բաց նամակը, որ դուք դիմել էիք եւ ասել էիք, որ առաջարկել էիք նոր Ոչ դա այլ առաջարկ։ Լավ, առաջարկել էիք նոր ընտրությունների համար դիմել, այո, սահմանադրական դատարան։ Ինքը ասաց, որ նոր ընտրությունները ժողովրդի դեմ հանցագործություն կլինի եւ պետք չի պետության ընթացքը շեղել եւ այլն եւ այլն։ Կցանկանայիք մեկնաբանել այս հայտարարությունը, ընդհանրապես ինչ եք ակնկալում, ինչպիսի որոշում կկայացնի պարոն Հայրիկյան եւ ինչով է պայմանավորված, որ միանշանակ բացառում է նոր ընտրությունների գաղափարը։ Դե գիտեք, պարոն Հայրիկյանը փորձառու քաղաքական գործիչ է։ Իր որոշումը անկախ նրանից ինչ որոշի ես հարգանքով ընդունում։ Իր կարծիքը ես հասկանում եմ, որ կարող է տեղի
հիմքեր ունենա։ Իսկ կողմից ես իմ կարծիքն եմ իրեն ներկայացրել, որ նոր ընտրությունները դա քրեաօլիգարխիկ համակարգին հարված է։ Հիմա փաստորեն մենք տարակարծիք մոտեցում ունենք։ Ես համարում եմ, որ նոր ընտրությունները դա քրեաօլիգարխիկ համակարգին հարված է, ինքը համարում է դա հանրության նկատմամբ հարված է։ Դա տարբեր քաղաքական համակարգերի տեսությունների ունենալու պատճառն է, տարբեր ենք մոտենում երկրի համար կարևոր հարցերին։ Նորմալ է, պլուրալիզմի պարագայով քաղաքական պիտի այդպես լինի։ Կանխատեսում ունեք ինչպիսի որոշում է կայացրել պարոն Հայրիկյանը կամ ինչ կանի վերահետաձգիչի։ Բացարձակապես չունեմ, գտնում եմ, որ անիմաստ է կանխատեսումներ անել։ Պարզապես պետք է հասկանալ, որ դեպքում ինչ համապատասխան քայլ դրա հետ կապված անել։ Եթե երկու շաբաթով հետաձգվի քվեարկության օրը, բնականաբար ես հացադուլը շարունակեմ։ Եթե նոր ընտրությունների պահանջով դիմի դատարան, այդ դեպքում իհարկե ավելի ակտիվ գործողությունների կարիք կառաջանա, կասեցնեմ հացադուլը, գտնում եմ, որ անհրաժեշտ կլինի մոբիլիզացնել հանրության բոլոր ուժերը, որպեսզի թույլ չտալ հակաշարք բաժանող հակասահմանադրական կուսակցություններին նորից մրցակից դառնալ ընտրություններում։ Տեսանք, որ պետությունը ի վիճակի չի մերժել իրենց մասնակցությունը, հետևաբար քաղաքացիները պիտի իրենց քաղաքական դրսևորումով դա անեն, պարզապես ֆիզիկապես չթողնեն, որ այդ կուսակցությունները կարողանան ԿՀՀ հանձնեն իրենց փաստաթղթերը, դա կարող են քաղաքացիները անել, դա կպահանջի ակտիվ աշխատանք, եթե նման ձևով զարգանան քաղաքական գործընթացները, կյանքը վաղը ցույց կտա, որն է որոշումը Պարույր Հայրիկյանի, բացի դրանից Սահմանադրական դատարանը եւս իր որոշումը պիտի հայտնի, որտեղ Պարույր Հայրիկյանի որոշումը դեռ բավարար չի, Սահմանադրական դատարանը իր որոշումը ըստ Պարույր Հայրիկյանի դիմումի